Ապրիլ 10 Ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ ապրիլի 10 և տարվա 15-րդ շաբաթ։ Այս շաբաթ, սիրելիներ, սովորում ենք անգիր Հռոմեացիս 6-րդ գլուխ 12-ից 13-րդ համարները։ Եվ այդ նպատակով եկեք 3 անգամ կարդանք։ Առաջին անգամ ես կկարդամ. Ուրեմն թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, և ձեր անդամները որպես անիրավության զենք մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները արդարության զենք Աստծուն։ Երկրորդ անգամ դուք կարդացեք և ես կլռեմ։ Եվ երրորդ անգամ եկեք միասին կարդանք Հռոմեացիս 6:12-ից 13։ Ուրեմն թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, և ձեր անդամները որպես անիրավության զենք մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները արդարության զենք Աստծուն։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 տակարան, Հեսու 9:1-ից 10:43, Սաղմոս 44, 1-3, Առակաց 13, 24-ից 25 և նոր կտակարան, Ղուկաս 10, 1-ից 24։ Մաղթում եմ ձեզ օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։